Բարև ձեզ սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Ձեզ հետ ենք Լիբանանի հայոց թեմի եկեղեցիները 3 եւ այսօր հայդակրով։ Սույն հայդակիրը վանացայինեն գսպրվի շաբաթական դրությամբ շաբաթ օրերը գեսորե առաջ ժամը 10-ին։ Դեսերիզը միևնույն ժամուն կցուցադրվի ասկային առաջնորդարանի եւ վանացայինի թիմադեդրի էջերեն։ Այսօր կգտնվենք Հայաշենի Սուրբ Հովանու Ղարաբեթ եկեղեցվո մեջ։ 1929-ին Ասկերուտ Տաշնակցության Լիբանանի լիազոր գործավար Բյուրնիեի չանկերով գազմվեցավ Հայաշենի թաղը, որը սկզբնավորության գոչվեցավ Խրմыз, Գարմիր կից եւ ավելի ուշ Հայաշեն։ Երկար ժամանակ նյութականի պատճառով կարելի չեղավ հողաշերտեն բաժին մկնել ասկին համար եւ եկեղեցի կառուցել։ Դարի մեկ հողին կնումը կատարվեցավ եւ 175 լիբանանյան ոսկի հատկացվեցավ շինարարական հանձնախումբին հետաբնտելու գործնականացման աշխատանքները։ Հանձնախումբի մաս կգազմեին Ադենաբեդ Համազասպ Դերխաչադուրյան, Պիլիբոս Պեհլիվանյան, Հակոբ Մղդեսյան, Երվանդ Քալֆայան եւ Մարկար Գեդիկյան։ Գործը տանտաղ կընթանար։ Շուտով գազմագերբվեցավ ժողովուրդեն երկրորդ հանքանակությունը, որուն կումարը դրամատրվեցավ շինության արգախ մնացած անհրաժեշտ նյութեղենները քնելու։ Կատարվեցավ հիմնարկեքը եւ սկսավ աշխատանքը։ 1935-ին ավարտեցավ եկեղեցվո շինությունը, որուն շինարարական աշխատանքներուն ծախսերը ստանցնեցին Կասպար Իփեգյան եւ մեծաթիվ բարերարներ։ Պապկեն աթորագիս կաթողիկոսին օրհնությամբ 31 մայիս 1937-ին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Եղիշե arczepiskopos Գարոյանի ցերամ դեղի ունեցավ եկեղեցվո օձումը։ Մեր առաջին զրուցակիցն է Սուրբ Հովանու Ղարաբեթ եկեղեցվո հոգևոր հովիվ արժանաշնորհ Դերվարդան Ավագ քահանա Մարտիրոսյան։ Առաջին հերթին պիտի խնդրեմ դեր որ ներկայացնեք հայ եկեղեցվո կարևորությունը մեր ընկերության մեջ։ Հիմա վստահ հայ եկեղեցին Օրեն ինքը գլուխն է մեր ասկին, ամփորձեց միշտ բահբանել մեր ասկը, մեր քաղուտը, մանավանդ երբ մեկ ենթարկվեցանք չարտի, եկեցին ինքն էր, որ մեզի հոս ասուց և ընտագարակը փորձեց բահբանել հայությունը և մանավանդ աղքատներուն հասնել, չկավորներուն, միշտ փորձեց հայ ասկը շեմ մնա։ Լավ, խոսենք ձեր գործունեության մասին, այսինքն գիտենք, որ կարևոր է եկեղեցի ժողովուրդ կապը, ինչ աշխատանք կտանիք այդ կապի ամրապնդման համար, մանավանդ ներկայիս երիտասարդությունը ներգրավելու, ինչպես գիտենք, երիտասարդները շատ եկեղեցի չեն հաճախեր, ինչ աշխատանք կտանիք այս կապակցությամբ։ Ինքը դժբախտաբար մեր եկեղեցին մանավանդ Հայաշենը ձերացած եկեցի մի եղած է դժբախտաբար, որովհետև ժամանակին 700 ընտանիք ուներ, 700 ծուխ ուներ, բայց այժմ 115 ծուխ մնացած է եւ միայն ձերերը երիտասարդություն դժբախտաբար 4 երիտասարդ չեն, բայց երիտասարդ մոտավորապես 4-5 հոգի կա, մնացածը ամենը ձերացած եւ դարիքնին արած։ Մենք կփորձենք իրենց հասնել բոլորին գարիկները դասավորել, կփորձենք ներգրավել ուրիշները դուրսեն, մանավանդ հայաշենցիները, որ դուրս կբնակին օրինակզել կամ Դուբայի, ադոնց հետ գապ գավել, որպեսի անոնք մեզի օժանդակեն, որպեսի մեր եկեղեցին գրնա շարունակել, չնե այս վիճակով մեր եկեղեցին դժբախտաբար քանի տարի են գկոցի, որտեղ ձերերը միան ձերերը մնացել, ուրիշ մեկը չկա։ Ուրեմն մենք վստահ եկեղեցիներ, մենք տուները գացել ենք, ձերերը գացել ենք, հիվանդները գացել ենք եւ անգամ արդեն կորոնային սկսյալ քիչը ավելի քիչ եղավ, որովհետեւ գիտես պետք է հերացանով գապվին, պետք է բայց մենք կփորձենք միշտ բոլորին հասնել, բոլորին գարիկները լսել, գործադրել, եթե կրնանք, ինչ որ կրնանք անել մանավանդ մեր եկեղեցին այդ եկամուտը չունի, կփորձենք միշտ լավագույնս կատարել մեր ասկին։ Բարի եկեք։ Այժմ մեր զրուցակիցն է Սուրբ Հովանու Ղարաբեթ եկեղեցվո թաղանության ադենաբեդ բարոն Քրիստ Աջեմյան։ Խոսենք թաղանության գործունեության մասին, ինչ աշխատանքներ կկատարի թաղականությունը։ Ուրեմն այս օրերուն մեր Սուրբ Հովանու Ղարաբեթ եկեղեցվո թաղանությունը կկատարի ձանր պայմաններում մեջ թաղի
մեծ գտնվող մեր ձեռուկները, որ ընդհանրապես արդեն ձեռուկներ մնացին, երիտասարդության ամբողջ քաղաքացին, տելեպանանեն դուրս, պես գիտեք, եւ դե սոցիալեն դուրս ելան։ Ունենք մի քանի ձեռուկներ, որ ունենք մոտավորապես 30-35 ձեռուկներ են, անոնց վրա գողոկանք, իրենց բեք եղածները գողոկանք, ինչ որ գրնա տաղանքի իր կարողության մեջը։ Ընթան երբես տաղանությունը իր զինքը գզրգե եկեղեցվով բարալման համար։ Գսենք ոչ ձեր մգա ավելի կարևոր է, ասի վերջը գնանք ցեվով մանել, կփորձենք փութալ օգնել այդ ձեռուկին իր գարքին համեմատ։ Եվ միշտ տաղանությունը ժողովրդին հետներ Եվ իր կորձոնությունը գադարը ունենք մենք ասեգոր բادرակները եւ հիմա սկսենք մեր լսարանները, պարկասուզո շադավոր գենտանագոր լսարանը, որոնք լանգոր գրեթե բادرակեն ավելի մարդ ժողովուրդը սիրեցին եւ իր գարքին տաղանությունը հյուրասիրությունները գնել բادرակեն յետքը, լսարանեն յետքը, ինչ ոբեք լա գադարեգոր։ Այսինքն ներողություն, ասի ժողովուրդ եկեղեցի ամրապնդման մեծ տեղ կխաղա ըստ երևույթի այս լսարանները։ Այո, եթե լսարանը չլա, այդենք ժողովուրդը գարիք ունի սկացինք այս լսարաններուն, այս օրերուն։ Մանավանդ կորոնայի ժառանգեն յետքը ժողովուրդը բավական հերացան եկեղեցին։ Հիմա մենք կփորձենք լսարանով, բادرակով, ովոյ մեկցվով իդ ժողովուրդը միացնել եկեղեցին եւ ամրապնդել գաբակցությունը եկեղեցվով եւ ժողովրդի միջև։ Անշուշտ մեր գողքին ներքև դագան մեր գողքին է մեր սոցիալի կոմունիկությունը ինչ որ բեք ունենք գտիմենք որ իրենց եւ իրենց կարգին ոչ մեկում ոչ սի մեզի պարկասուզո եւ ներ պայմաններում մեր կողը իրենք կանգնած կլան գոր Այժմ մեր հետ է Սուրբովանու Ղարաբեթ եկեղեցվո թագավորության նախկին անդամ Օրետ Արշագույի Դեր Խաչատուրյան Օրետ Արշագույի պիտի պատմես մեզի եկեղեցվո կուհուշերետ տորվակմը Մենք ընդանյոք եղած ենք եկեղեցվո մոտ, հայրս եղած է թաղականության ադենաբետ, եղբայրս Արտաշեսը եղած է թաղականության ադենաբետ, ես ալդարիներով դիկնացի ադենաբետուի և թաղական, 8 դարյալ թաղական։ Ուրեմն գուզեմ հորս հուշերեմ պատմել ցեզի, որտեվ երբ որ եկեղեցին շինված է իրենց չանքերով, մանավանդ հորս եւ Հակոբ Մղդեսյանի նյութական աբաբան ներդրումով եւ իրենց տուները փանթրած են քրաֆտրած են, որովհետեւ կարենան եկեղեցվո հողը քնել, եկեղեցին շինվել է վերջ առաջնորդարանը եւ առաջնորդ սրբազանը բացարձակ մերժած են եկեղեցին օձել, որտեղ զան փոքր նկատերով։ Ամիջապես Համազած Տեր Խաչատուրյանը եւ Թակվոր Ավակյանը փարգացած գտիմեն կաթողիկոսարան Պապկեն աթորագից կաթողիկոսին, որը եղած է Մուշի առաջնորդը նախապես 14-ն առաջ։ Ուրեմն երբ որ կաթողիկոսը Առանց ժամադրության կացած են համազած բիներս կմտնե, գսե որ ինչպես առանց ժամադրության գահամարսագիս կովսկալ, կբադասխան է գսե որ վեհապար, հարգո օրենք գլուց է։ Ամիջապես գսե որ ճիշտ հորդ զավագնես, որտև դեր Խաչատուրը Մուշո Սուլտան Սուրբ Կարաբեդի վերջին քահանան եղած է, որ Վարդան Վարդապետին հետ ժողովի կացած եւ բան եղած է, չարթված է։ Պարկես դեր, ուրեմն վեհապարը երբ որ գուկակը տեսնե եկեղեցվո շինությունը եւ հորս դարած համազասպին դարած չանքը եւ իր կորձագիցներուն, գսե որ Սրբազանին, Գարոյան Սրբազանին, աս եկեղեցին Սուրբ Հովանու Ղարաբեթ գանվանես կսե Մուշո Սուլտան Սուրբ Կարաբեդի բանով անունով իհիշադակ ասմարտուն հորը եւ իր չանքերուն գսե շնորհակալություն Այժմ մեր զրուցակիցն է եկեղեցվո դիկնած անձնախումբի ադենաբեդուհի Դիգինձովիկ Շիշեջյան Խոսենք եկեղեցվո դիկնած անձնախումբի կորձնեության մասին Բարի եկած մեր եկեղեցվո մեջ մեր դիկնած անձնախումբը կփականա 5 դիգիններ է Մենք 15 օր անգամ ժողովներ կգումարենք եկեղեցվո մեջ դեր հոր նախակահությամբ արդեն դարվա սկիզբը պատրաստած ենք մեր ծրագիրները ինչպես գիտենք Սուրբ Հովանու Ղարաբեթը կդոնենք հունվարի մեջ դիկնած անձնախումբը թաղից դիգիններուն հետ շնորհիվ կպատրաստե մատաղը ունենք դարվում մեջ երկու ուխտակնացություններ միջինքի ծերնարգը Զբոնս ծերնարգի հասույթները կդրամատրենք եկեղեցվո ծառայության եւ բարեզարդման
Հարկ եղած ադեն հալգարիքավոր ընտանիքներու եկեղեցու մակրությունը կգադարե դիկնած հանձնախումբը օգնագանի հետ միասին 15 օր անգամ գունենանք լսարան ուր դիկնած հանձնախումբը կգադարե իր հյուրասիրությունը հավատացյալներուն ուրախ եւ զվարթ արիտներով գայցել ենք թաղեցիները երկու ամիս անգամը եկեղեցու սուրբ մասը կպատրաստենք թաղեցի դիգիններուն հետ միասին Իրենք ուկան գոկնեն դիկնացին, որ այդ մասը պատրաստեք։ Որքան կդեվե պատրաստությունը։ լման օր գարնե արդվնե սկսենք միջև 2-3 գարնե լման օրը Դերին է հիշել եւ շնորհակալություն հայտնել դիկնած հանձնախումբի դիգիններուն, որ ոչ մեկ դիք չեն խնայել եկեղեցի ծառայության համար, շնորհակալություն ասկային առաջնորդներին եւ շնորհակալություն վանացայինին։ Մեր զրուցակիցն է Սուրբ Հովանու Ղարաբեդ եկեղեցու թագավորության անդամ բարոն Սարգիս Ինջեյան։ Բարոն Սարգիս գրնակ մեզի խոսիլ եկեղեցու արտիականացման մեջ արհեստագիտական միջոցներու կարևորության մասին։ Հիմա նոր շրջանից միշտ ավելի լավ է գապ բայել ժողովրդին հետ նամանավանդ արտիական ձևով ինչպես Facebook-ը, Instagram-ը, համացանցի ոեմեկ ձևերով բարձրապես իմ կարծիքովս ավելի մոտ սկալու ժողովրդին հետ մեր լուրերը իրենց փոխանցելու, մեր գործերը ինչպես կաշխատենք եւ կաչալերու իրենց որ եկեղեցի կան արտիականության մեջ Մեր լուրերը դեպի դուրսերը հին հայաշենցիներեն, հին Հովանու Ղարաբեդի զուխի անդամներեն, որ դուրսն են, գաբերնից իրենց հետ լա, գիտնան մեր լուրերը, եթե գրնան մեզի օգուտ տեսնալ եկեղեցին, քանի որ մեր որպես թագանության անդամ, որպես թագանություն մեր գործը եկեղեցին բարեզարտել, բայզարացնել ժողովրդի միջոցով է անոնք որ կարող են մեզի օգտակար դառնալ մեր լուրերը մեր Facebook-ի էջ են գրնան առնել եւ մեզի հետ կապվել ասե մեր փուն նպատակը արտիականության միջոցին օգտագործելուն Մեր զրուցակիցն է Սուրբ Հովանու Ղարաբեդ եկեղեցու աղքատախնամի պատասխանատու բարոն Հովսեփ Մոզյան Բարոն Հովսեփ որքան կարևոր է դարեցներու հոգատարությունը Տարեցներուն օգտագործությունը շատ կարևոր է դուրսեն օգնություն չի կարող տարեցիները կովկովի կալով ակատներուն օգտագար գլանգոր Քանի բարակա ունիք որոնց օգտագար գտանա քանի ձեր ունիք որոնց գոժանտակ եք Հիմա բիշկրիտ դբական չեմ գիտեր քանի օգեն պատկան 4-5 10 եկեղեցին ինչ նվազ կելլե ակատներուն գբաժնե դերայրը կամ թագաները Մենք աներգա գլանք իրենց հետ։ Նյութական գուդակ կամ ուդելիքներ։ Մաս նյութական։ Եվ դարի մի քանի անգամ դոբրակներով նպաս կպաշխենք, աղկատներով։ Հարգելիներ, Սուրբ Հովանու Ղարաբեդ եկեղեցին ցեզ հետ էին մարալը եւ լուսանգարիչ Ավո Ասայանը։ Դարձած երետ կլանք հարաճիգա շաբաթ կեսօրե առաջ ժամը 10-ին։ Ցտեսություն։